Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ այժմ չունեն Ղրիմը վերադարձնելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմաններ։ Մենք հաստատ գիտենք, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ մի շարք այլ երկրներ անկեղծ ասած դեռևս չեն տեսնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում, եւ Ռուսաստանն իհարկե երբեք մեզ այնտեղ չի տեսնի, ասել է Զելենսկին։ Եվ այսօր, ինչ վերաբերում է Ղրիմին, մենք չունենք ուժ ամբողջովին վերադարձնելու մեր ուկրաինական Ղրիմ թերակղզին, հավելել է նա։ Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու ժամանակն է, ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պոլիտիկոյի հետ զրույցում։ Նա նշել է, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մեջ Ռուսաստանն այժմ ավելի ուժեղ բանակցային դիրքում է, դրանում կասկած չի կարող լինել։ Այս պատերազմը չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի, ասել է Թրամփը, հավելելով, որ Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ։ Այլ թեմաներից անդրադարձել է Էրդողանին, նշելով, որ շատ է հավանում նրան։ Նա կոշտ մարդ է, բայց ես շատ եմ հավանում նրան։ Նա կառուցել է ուժեղ երկիր, ուժեղ բանակ։ Ինչ վերաբերում է Մադուրոին, նրա կառավարման օրերն ըստ Թրամփի հաշված են։ Վրաստանի պետհամալսարաններում կրթությունն այսուհետ անվճար կլինի, նման հայտարարություն է արել երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրանք, ովքեր հաջորդ տարվանից եւ հաջորդող տարիներին ընդունվում են պետական համալսարաններ, կրթությունը բոլորի համար անվճար կլինի։ Սա շատ կարևոր փոփոխություն է եւ այս փոփոխությունն աստիճանաբար կներդրվի պետական համալսարանական համակարգում, ասել է նա։ Եվրամիությունը զգալի լծակներ ունի Չինաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար, հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Եվրամիությունը զգալի տնտեսական ազդեցություն ունի աշխարհում։ Մենք Չինաստանի նկատմամբ ճնշման ավելի շատ լծակներ ունենք, քան հաճախ գիտակցում ենք, ասել է նա։ Լիտվայի կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել վերջին շաբաթներին Բելարուսից երկրի օդային տարածքներ խուժած օդապարիկների պատճառով։ Օդապարիկների պատճառով Լիտվան մի քանի անգամ փակել է անգամ իր գլխավոր օդանավակայանը, հազարավոր մարդկանց թողնելով անորոշության մեջ։ Նշվում է, որ մինչ փուչիկներն օգտագործվում են Լիտվա-Մաքսանենք ճանապարհով ծխախոտ տեղափոխելու համար, Բալթյան պետության պաշտոնյաները պնդում են, որ միջադեպերը Ռուսաստանի դաշնակից Բելարուսի կողմից կազմակերպված դիտավորյալ գործողություն են։ Ալեքսանդրիայի ափերի մոտ խնջույքների համար նախատեսված 2000-ամյա հին եգիպտական շքեղ զբոսանավ է հայտնաբերվել։ Մեր թվարկության առաջին դարին թվագրվող զբոսանավը համապատասխանում է հույն պատմիչ Ստրաբոնի նկարագրություններին։ Նա նշել էր, որ ինչպես ցերեկն, այնպես էլ գիշերը նավերը լի են եղել ֆլեյտա նվագող ու պարող մարդկանցով։ Նավն ունեցել է 35 մետր երկարություն, իսկ տախտակամածին եղել է շքեղ խցիկ։ Հնդկական ավիաուղիները սպասարկող ինքնաթիռում աղավնի է հայտնվել, ուրախություն պարգևելով ուղևորներին։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։